Բարև բոլոր նրանց, ովքեր դիտում են մեզ, շատ կարևոր խնդիր ենք այսօր արծարծելու, խոսքը փորկապությունների մասին է։ Բավականին տարածված մի խնդիր, որը շատերը անտեսում են, հաշտվելով կյանքի այս որակի հետ, այս ռիթմի հետ եւ անտեսելով այն իրականում լուրջ խնդիր է, որն էլ իր հետևից բերում է բազմաթիվ առողջական տարբեր խաթարումներ։ Ես զրուցել եմ Եկելից Նուրլյան բժշկական կենտրոն եւ կենտրոնի թերապևտ, գաստրոենտերոլոգ Դոնարա Էլոյանի հետ հենց այս թեման եմ արծարծելու։ Բարև բժշկուհի։ Շնորհակալ եմ ձեր զբաղված ժամանակից մեզ հատկացնելու համար։ Անչափ կարևոր է իսկապես այս խնդիրը, քանի որ փորկապությունը դարձել է, ասես, յուրաքանչյուր մարդու հետ կատարվող թեմա կամ ինչպես նշում են 10-ից 9 այս խնդիրը ունի։ Խնդրեմ գանք պատճառներից, ինչը կարող է հանգեցնել փորկապության։ Նախ ինչ ենք համարում փորկապություն, ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության նորմալ առողջ մարդու մոտ նորմալ կղազատում է համարվում ամեն օր 1-ից 3 անգամ նորմալ կղազատում։ Եթե ամեն օր չի լինում, արդեն համարվում է փորկապություն։ Այսինքն, եթե օրու մեջ է գործում աղիքը, դա արդեն համարվում է փորկապություն։ Կան դեպքեր, որ գործում է շաբաթը 1 անգամ կամ 3-4 օրը 1 անգամ, դա եւս փորկապություն է եւ փաստորեն հիմնական գանգատները լինում են գնում է ինքնաթունավորում, որովհետև ինչքան զանգված մնում է, այնքան ներածծվում նորից լարդի վրա ազդում է, այլն գլխացավ ախորժակի կորուստ կարող է լինի, նման բաներ լինում են։ Հիմա փորկապությունը գիտեք ինչպես է, կա փորկապությունը, որը պայմանավորված է աղիների գալարումների ալարկոտությունից, այդպես էլ ասում են, լեզիկոլոն, ասում են ալարկոտ աղիք, բայց սա կարելի է համարել մի քիչ ֆունկցիոնալ հիվանդություն, ոչ օրգանական, բայց բոլոր դեպքերում պետք է սկզբից ժխտվի ավելի լուրջ պատճառները, որը բերում է փորկապության, պետք է կատարվի հաստատու հետազոտություն, կոլոնոսկոպիա, պետք է պարզվի, այնտեղ մենք պոլիպ կարող ունենանք, գերաճ կարող ենք ուռուցք ունենալ, կարող ենք որոշ ուրիշ բորբոքումներ, դիվերտիկուլ եւ այլն, եթե այդ բոլորը ժխտվում է եւ մնում է միայն ֆունկցիոնալ գրգռված հաստաղող համախտանիշը կամ ալարկոտ աղին, այստեղ պետք է շատ խիստ մոտենալ դիետային։ Ճիշտ ասած պետք է սնվի նա անպայման օրը 4-ից ոչ պակաս անգամ, մեզ մոտ ընդունված է 2 անգամ կամ 1 անգամ նույնիսկ։ Դա սխալ է, աղին չի հասցնում այդ բոլորը կատարել։ Պետք է փոքր չափաբաժիններով եւ հաճախ, եւ պետք է սնվել այն սննդու, որտեղ կա շատ բջջանք, որոնք ստիպում են, որ աղիքի գալարումները ավելի ակտիվ լինեն։ Բժշկուհի, այս շատ հաճախ մարսողական թեմայից խոսելիս ես հիշեցի մարդկանց զրույց այն մասին, որ մրգերը պետք է անպայման ենթարկվեն ջերմամշակման, բանջարեղենը նույնպես, որովհետև դրանք մարսողության համար ծանր են, որպես գաստրոենտերոլոգ ինչ կարծիք ունեք։ Նախ սկսենք նրանից, որ իհարկե բջջանք ավելի շատ է բուսականում եւ եթե վերցնենք բանջարեղենը, ապա այստեղ առաջի տեղը կտանք խաշած կարմիր բազուկին, բազուկի ճավը տապակած, մնացած բոլոր բանջարեղենը ընդ որում անպայման չի, որ եփած լինի։ Հում վիճակում նույնպես առողջարար է։ Եթե ինքը ուրիշ խնդիրներ չունի, որոնք հակացություն են, այո, կոնկրետ այս խնդրի մասին, ստամոքսիխոց եւ այլն, որը կոշտ բջջանք չի կարող, իհարկե ամեն ձևի կարող է ուտել։ Ինչ վերաբերում է մրգերին, գիտեք, հոնը կապակցում, ասենք թե վայրի տանձը պանդան կապակցում, ընտանի տանձը ոչ, ընտանի տանձը ընդհակառակն անտառային գեղեցկուհի ձուշասիմս բոլոր մեր լավ տանձը դրանք աղիքը լավ աշխատացնում են, բանանը կապակցում, նուռը կապակցում, մենք աշխատում ենք այն միրգը տալ, որոնք որ չեն ընդհակառակը, թուզը օրինակ առաջի տեղն է, սև սալորը ծիրանը առաջի տեղն այդ մրգերից, որոնք աշխասեղ, որոնք նպաստում են, որոնք աղիքի գալարները ակտիվացում են եւ լավ դուրս են բերում։ Փաստորեն, եթե այսպես իմի բերենք, մսամթերքից կվերցնենք առաջի տեղը կտայինք ոչխարի մսին։ Ինչ առումով աշխատացնող, աղիք աշխատացնող, տավարի միսը ավելի հակում ունի կապ գցելու, ոչխարի միսը ավելի լավ է, հետո հավը ձուկը խոզը, հետո նոր
դավարը։ Ինչ վերաբերում է բանջարեղենին, դե պարզա որ մենք կարող ենք տալ, եթե ինքը հակացուցող ուրիշ պայմաններ չունի, լրիվ կարող ենք տալ բոլորը։ Իսկ որքանով եք պարտադիր համարում ապուրների օգտագործումը ջրիկ ճաշերի, տեսեք, հա, ջրիկ ճաշը ցանկալի է, որովհետև ստամոքսին հեշտացնում է գործը ստամոքսի եւ աղիների, բայց մյուս կողմից տեսեք բրինձը չէ։ Ավելի շատ ձավար, հաճար, բլղուր, գերկուլես, հա, սրանք ավելի են աշխատացնում, սունկն է աշխատացնում, եգիպտացորենն է աշխատացնում, իսկ փոխինձը կամ սպիտակաձավարը սրանք ավելի կապ են գցում, բրինձը կապակցում։ Այստեղ պետք է արդեն դուք առողջական խնդրից ելնելով դա հաշվի առնեք։ Ամեն խմբից որոշեք ինչն է աշխատացնում։ Բժշկուհի, եւ անդրադառնանք նաեւ ջրի գործածման, այո, որքանով է իսկապես կարեւոր ջրի բավարար քանակության ընդունումը։ Սա շատ ինդիվիդուալ է։ Ասում են օրական 2 լիտր պարտադիր։ Դե գիտեք ոնց, բա կարողանա երիկամի հիվանդություններ ունի եւ իրան դժվար է այդ բոլորը, կամ ասենք թե ճնշում ունի կամ միզամուղ են նշանակե, պետք է իմանաք ինչ հիվանդությունների հետ գործ ունեք, ըստ այն որոշեք ինչքան ջուր օգտագործի։ Իսկ օրգանիզմը ճիշտ ազդակներ է ուղարկում, կան մարդիկ, ովքեր առհասարակ ծարավի զգացողություն չունեն, ճիշտ է նրանց դեպքում այդպես հարմարվել է։ Չէ, այդ դեպքում պետք է հետազոտվեն։ Արդեն լաբորատոր ցուցանիշներից ելնելով, ճնշումից ելնելով, արյան անալիզից ելնելով նոր որոշում։ Այո, շատ լավ, եւ կցանկանայի մի փոքր հորդորեիք մեր հանրությանը, խորհրդայիք, թե առհասարակ փորկապությունը նկատելուն պես ինչ քայլեր ձեռնարկել։ Փորկապությունը նկատելուն պես պարտադիր, առավել ևս եթե փորկապությունը նոր է սկսվել եւ տարեց մարդկանց մոտ է, նախնական առաջին խնդիրը դա կոլոնոսկոպիան է։ Անպայման։ Եթե մենք չգտանք ոչ մի այնտեղ վտանգավոր տարեր, այո, նոր աշխատում ենք դիետայով, ռեժիմով կարգավորել։ Հիմա շատ նորաձև դարձ մեծ խումբ լուծողական պրեպարատներ, ասենք թե կա մարդիկ կան, որոնք իծնե երկար աղիք ունեն եւ չի հասցնում շուտ դուրս գալ, ջրազրկվում է, չորա դուրս գալի, դժվար է դուրս գալի, ճաք կարող է, թութ կարող առաջացնի, այստեղ իհարկե կամ գնում է վիրահատման, կարճացնում են աղիքը, կամ կոնսերվատիվ սննդամիջոցներով եւ լուծողական պրեպարատներով կարգավորում է իր դուրս գալը, օրը մեկ անգամ գոնե։ Բժշկուհի հիմա շատ նորաձև են դարձել դիետաներին հետևելը, հատկապես երիտասարդ աղջիկների մոտ, կամ ինչ որ նորաձև դարձած ներարկումներ, որոնք օգնում են նիհարել եւ այլն։ Խնդրեմ մի փոքր այս մասին ձեր տեսակետը հայտնեք, կարող են նախ դրանք էլ հանգեցնել տարատեսակ խնդիրների։ Այստեղ մի քիչ բարդ է։ Այստեղ պետք է վահանաձև գեղձը ստուգվի առաջի հերթին, մնացած բոլոր պայմանները, որոնք բերում են այդ վիճակի ստուգվի, եթե ամեն ինչ նորմալ է, նոր այդ դեպքում կարելի է ինչ-որ դիետայի դիմել, բայց ես ձեզ ասեմ, դուք տեսել եք այն հին դոկումենտալ ֆիլմերում, որ կոնցլագերից դուրս եկած մարդիկ, որևէ մեկը դրանցից գեր լինի, չէ՞։ Բոլորը նիհար են, այսինքն առաջի պայմանը քիչ ուտելն է։ Ուտելը սահմանափակել, ոչ թե սովի մե, չէ, քաղցած պետք չի, աճող օրգանիզմ են, երիտասարդ օրգանիզմ են, ուտել հարկավոր է, վիտամիններ հարկավոր, բայց այդ բոլորը չափավոր եւ բժշկի հսկողության տակ։ Խոսենք նաև հոգնաների մասին, այս ձևով եւս մարդիկ փորձում են կանխել փորկապությունը հենց տան պայմաններում առանց դիմելով մասնագետի։ Կա սա այնպիսի խնդիր, որը կարող է առաջանալ անընդհատ հոգնաներով։ Ինքը կարող է հոգնաներով պատկերը փչացնի եւ բուժումը ուշացնի։ Եթե այնտեղ լուրջ խնդիր կա, պետք է նախորոք բժշկի կոնսուլտացիա լինի, նոր որոշեն հոգնաներ անում են եւ ինչ հոգնաներ են անում։ Մենք ունենք մակրո հոգնաներ, մենք ունենք բուժիչ հոգնաներ, հակավոր բոկային, նայած ինչի հետ գործ ունենք։ Դրա համար ամենաառաջինը դա բժշկի կոնսուլտացիան է եւ պարտադիր գործիքային հետազոտություն, էնդոսկոպիկ։ Եվ ամփոփելով մեր զրույցը, խնդրեմ մեր հեռուստադիտողին ուղղորդեք, թե փորկապության դեպքում ինչ քայլեր ձեռնարկել, առաջինը ում դիմել, դեպքում սկզբից դիմել գաստրոենտերոլոգին, նա կորոշի կոլոնոսկոպիայի կարիք կա թե չէ,
նոր դրանից հետո դիետայի եւ մնացածի մասին խոսել։ Շնորհակալ եմ Տիկին Էլոյան այս անչափահետաքրքիր եւ կարևոր ինֆորմացիայի համար, շնորհակալություն։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, ես զրուցում եմ Իզմիրլյան բժշկական կենտրոնի թերապևտ, գաստրոէնտերոլոգ Դոնարա Էլոյանի հետ, մեր թեման փորկապություններն էր։ Հետևեք բժշկուհու ցուցումներին եւ իհարկե կարևոր այս ազդակը թող ձեզ համար լինի ուղեցույց դիմելու ճիշտ մասնագետին ճիշտ ժամանակին։ Առողջ եղեք, կհանդիպենք։